Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Ո՞նց եք։ Շատ ուրախ եմ այս հանդիպման համար, ձեր ներկայության համար, ձեր ջերմության համար, որը վստահաբար զգում ենք։ Իշխան ասեց, որ այս խելագարը ընկած փողոցներով ասում է Ռոբերտ Քոչարյանին, մյուսին, ընտրություններից հետո նստեցնելու եմ։ Այս խելագարը ուրիշ բան էլ է ասում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բռնում է ու պատասխանա պահանջում չզոհվելու համար։ Մեկ Իլհամ Ալիևն է ընկել հայ ժողովրդի հետևից, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը։ Երեկ էլ մի ուրիշ բան է հայտարարել, ասում է ես երաշխավորում եմ, որ իմ իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվելու։ Հավատում եք։ Հավատում եք։ Առհասարակ այս մարդը ինչ ասում է, դա արդեն ահազանգ է, որ դրա ճիշտ հակառակը լինելու է։ Երբ որ իշխանության էր գալիս, ժողովուրդ ջան, հիմա օրինակներով խոսենք, որ ավելի հստակ լինի։ Երբ որ իշխանության էր գալիս, ասում էր կարմիր գծերը վերացնելու եմ, կամերաները հանելու եմ։ Ինչ եղավ արդյունքում։ Կարմիր գծերը թանկացան, կամերաները շատացան։ Երբ որ գալիս էր իշխանության, ասում էր, որ ժողովուրդը տուգանքի մատերիալ չի։ Հիմա ինչքան հարկ կա, թանկացրել է։ Այդպես է։ Ինչքան հարկ կա, ինքը թանկացրել է։ Գույքը հարկը, այո, Երևանում, մարզերում շատ լավ չեմ տիրապետում, բայց 20 անգամ, 30 անգամ, 40 անգամ գույքը հարկը թանկացել է։ Պատկերացնում եք։ Այս մարդը խոսում էր պետական պարտքի դեմ, պետական պարտքը կրկնապատկել է ու ժողովրդին հաշվետվություն չի ներկայացրել, թե ինչ է արել այդ փողերը։ Այս մարդը ասում էր, որ ես կարմիր լույսի տակ պետքա կանգնեմ, մետրո էր նստում իր նախարարների հետ միասին։ Հիմա ոչ միայն կարմիր լույսի տակ չի կանգնում։ Մարդկանց վրայով երթևեկելով սլանում է, չգիտեմ որտեղ։ Ի վերջո այս մարդը ասում էր, որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հիմա իրեն պատռում է ապացուցելու համար, որ Արցախը երբեք էլ Հայաստան չի եղել։ Այս մարդը պատերազմը չէր կանգնեցնում, ասում էր, որովհետև ինձ դավաճան կասեք։ Այս մարդը նեղված է 5000 զոհի մասին հիշատակումներից, բայց զոհերի մասին 50 պլյուս մինուսով էր խոսում։ Այս այդ նույն մարդն է։ Ժորժ ջան, հիմա այդ նույն մարդը եկել է, հայտարարում է, որ Սյունիքը Հայաստան է եւ վերջ։ Դեժավյու չի սա։ Սա ձեզ ինչ որ անհանգստացնելու, մտահոգվելու տեղիք տալիս է, թե չի տալիս։ Որովհետեւ 19 թվականին էլ ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ։ Մենք արդյունքը տեսանք։ Այսինքն սա որ մի բան ասում է, մարդ արդեն անհանգիստ է, հայ մարդ արդեն անհանգիստ է, որ նախապատրաստվում է հերթական զիջման։ Իդեպ, ի տարբերություն 2021 թվականի, երբ որ խոսում էր Շուշի ու Հադրութի դեօկուպացիայի մասին, հիմա պարզ տեքստով ասում է, ես վերընտրվելու եմ եւ նոր տարածքներ եմ տալու Ադրբեջանին։ Դուք պատրաստ եք այդ սցենարին։ Ուրեմն հունիսի 7-ին պետքա ձեր քվեարկությամբ պատասխանեք Նիկոլ Փաշինյանին, որովհետև եթե 21 թվականին ինքը հայ ժողովրդից թաքցնում էր այն բոլոր ծրագրերը, որոնք կյանքի է կոչելու, հիմա ուղիղ տեքստով ասում է, ընտրվելու եմ, անելու եմ, ընտրվելու եմ, նոր տարածքներ եմ տալու, նոր կորուստներ եմ պատճառելու հայ ժողովրդին։ Վերջերս քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը ասեց, քաղաքացիական պայմանագիր, ԿՊ գիտեք ինչ է նշանակում։ Դե ասում ենք նշանակում է քաղաքացիական պայմանագիր, ասում է չէ, քաղաքացիական պայմանագիրը վաղուց ավարտվել է։
ԿՊ նշանակում է քանդեմ պետությունը։ Ես կարծում եմ ավելի լավ ձևակերպում հնարավոր չէ գտնել իրենց կուսակցությանը, իրենց ուժին, բայց ես կարծում եմ ավելի դիպուկ ձևակերպում կա։ Ոչ թե ԿՊ, այլ ՏՀ, տարածքներ հանձնեմ դաշինք Իլհամ Ալիևի հետ միասին։ Մենք ինչ ենք անում հունիսի 7-ին, մերժում ենք նոր զիջումները, նոր տարածքային կորուստները, այն բոլոր արհավիրքները, որ պատրաստվում է բերել այս իշխանությունը հայ ժողովրդի գլխին։ Ուրեմն հունիսի 7-ին, համար 17-ին։ Շնորհակալ եմ։